Ընտրությունների ժամանակ նախընտրական փուլում, յետընտրական նույնպես փուլում ոչ այն ամենը, ինչ որ դուք կարդում տեսնում եք, դա տեղեկատվություն է, բայց հաճախ դա մանիպուլյացիոն տեխնիկաներ են, որպեսզի ձեզ հուզականորեն դրդեն ինչ-որ մի բան անել։ Կա մի քանի դասական նշան, թե ոնց ճանաչել մանիպուլյացիան։ Առաջին դա հրատապությունն է, գիտեք, անմիջապես տարածեք, որոշեք հենց հիմա, սա ձեր վերջին հնարավորությունն է, որ ասում են շտապեք, քանի չեն ջնջել, տարածեք։ Երկրորդը դա հուզական ճնշումն է, երբ որ մանիպուլյատիվ բովանդակությունը ձեզ փորձում է անմիջապես վախեցնել, զայրացնել, ամոթի զգացողություն առաջացնել կամ հակառակը շատ ուրախացնել։ Երրորդը դա աղբյուրն է։ Մանիպուլյատիվ աղբյուրները հաճախ անհասկանալի են, նշված չի կոնկրետ ինչ է, ով է, ինչ որ ինտերնետում, Facebook-ում են գրել, այստեղ են գրել եւ այլն, անհասկանալի է։ Չորրորդը դա կրկնություններն են։ Դուք մեկ էլ սկսում եք նույն հաղորդագրությունները անընդհատ տեսնել տարբեր տեղեր, մեկ TikTok-ում, մեկ Facebook-ում, Instagram-ում, մամուլում, հաճախ նույնիսկ բառերը չեն տարբերվում, բառ առ բառ կրկնում է, սա արդեն նշան է, որ դուք գործ ունեք կեղծիքի հետ։ Եվ հինգերորդը դա բացարձակ այսպես վերջնական իմաստություններն են, որ բոլորն էլ գիտեն, հասկանալի է, որ արդեն պարզ է, թե ոնց են վերջանալու ընտրությունները, ձեր ձայնը մեկա իմաստ չունի, այսինքն ձեզ ուզում են դարձնել պասիվ, որպեսզի դուք ինքներդ որոշում չկայացնեք։ Այնպես որ նախընտրական փուլում եւ ընտրությունների ժամանակ, ընտրություններից հետո միշտ 4 հարց տվեք։ Ով է սա ասում, որն է աղբյուրը, ինչու է սա այսքան հուզական եւ ինչու եմ ես այս բովանդակությունը տարբեր տեղեր անդադ տեսնում։ Երբ որ այս 4 հարցը տակ կարևոր տեղեկատվության վերաբերյալ, դուք ինքներդ կսովորեք տարբերել մանիպուլյացիան բուն տեղեկատվությունից։